Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ ՔՊ-ն իր տարբեր ներկայացուցիչներով այս քանի օր ես մտածում եմ երևի արդեն հոգնած կամ կշտացած կլինեն, այս քանի օր դնում վերցնում եմ Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է լինի միութենական պետության մեջ, ասենք այդ կարգի հայտարարություն Հայաստանում կարա օրը մի 1000 հոգու կողմից ասվի, այդ թվում նախկին զինվորականներ կամ չգիտեմ նախկին իրավաբաններ կամ նախկին տաքսու վարորդներ կամ ներկա, այդ հեչ էական չի։ Բայց ուրեմն տենց լուրջ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական տենց լուրջ դեմք ենք, թե ոնց որ Թրամփը Twitter-ում գրել է, իրանք էլ անդրադառնում են, այսինքն Վիտալի Բալասանյանին հələ ուշադիր, որ ըստ էության Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ կապ չունեցող մարդ փաստացի, այնքանով կապ ունի, որ կարա գնա եւ ընտրի նույնիսկ ընտրություններին, եթե չեմ սխալվում, չի մասնակցում, հայտ չի ներկայացրել։ Վիտալի Բալասանյան, ասենք այտենց գիտեք քանի հոգի կարա այտենց ըլնի ու այտենց միտք արտահայտի, իր կարծիքը, իր համոզմունքը։ Քանի հոգի կարա այտենց լինի ու հանգարց այտենց ամբողջ ՔՊ-ով, այտենց դարակազմիկ մի խոսք են լսե, մի արտահայտություն են լսե ու անդրադառնում են։ Ու իմ մոտ հարց առաջանում, ժողովուրդ ջան, հենց ՔՊ-ին եմ այդ հարցը տալի։ Հայկ Մանասյանը հայտ է ներկայացրել ներքաղաքական կյանքում հանդես գալու, ընտրություններին մասնակցելու, բոլորին դեմ եմ նախաձեռնությանը, միացել է հիմնադիր ազատակարգ քաղաքական միավորումով, հայտարարել է, որ առաջիկայում համագումար են անելու, ներկայացրել ենք պետականաշինության նախագիծ հիմնադիր կետեմ կայքում դրված է։ Երեք դրել ենք նաև սահմանադրության նախագիծ։ Դուք մասշտաբը պատկերացնում եք աշխատանքի։ Հայաստանում առաջին եւ միակ քաղաքական ուժն է, որ սահմանադրության հիմնական սկզբունքներ կամ նոր սահմանադրության նախագիծ է հրապարակել։ Հենց հիմա կարաք մտնեք հիմնադիր կետեմ կայքում, ուրեմն պետականության նախագծի կողքը գրած է սահմանադրության նախագիծ, փաստաթուղթը դրված է PDF ֆորմատով, 6 էջանոց թե 5 էջանոց փաստաթուղթ է։ Իդեպ շարունակելի, այսինքն իրավունքների մասով պետքա շարունակել, բայց հիմնական կառուցվածքը, սահմանադրական կարգը, այսպես ասած, եւ հիմնական պետության կառուցվածքը արդեն նշված է։ Հələ ձեզանից մեկը կդռա կամ կճռա կամ կբռա։ Ժողովուրդ ջան։ Ասենք Վիտալի Բալասանյանի ֆոնին դուք ձեր արևին լավն եք երևում, լավ մարդ եք երևում, հասուն եք երևում, հայրենասեր եք երևում։ Առհասարակ 4-րդ դասարանի երեխուն էլ որ էթաս հարցնես, ջոկատավարից այնքան հայրենասիրական ճառեր լսած կլնի ու սովորած կլնի, որ ձեզանից յուրաքանչյուրից ավելի լավ 4-րդ դասարանի երեխան ելույթ կունենա հայրենասիրության մասին։ Պետության, պետականաշինության, ինստիտուցիոնալ մոտեցումներից ինչ կա ժողովուրդ։ Ավելին ես արդեն 2 անգամ բան եմ արել, ուղիղ եթերով ներկայացրել եմ պետության հիմնական դրույթները, առաջին, որ 3 միլիոնանոց համախմբումը հենց այնպես չի լինում, 20 րոպեանոց նյութ է, կարող եք իմեջում տեսնել։ Երկրորդ երեք ներկայացրեցի, որ սոցիալական կապիտալը կամ ցեղից դեպի պետություն անցումը ինչպես է լինում, գյուղական ավանային փակ համայնքների եւ քաղաքային իրական քաղաքային, ոչ թե գեղը, որ անունը դրել է քաղաք կամ չգիտեմ, նույնիսկ մայրաքաղաք։ Իրական քաղաքային, քաղաք-պետության գաղափարով։ Ոնց է լինում այդ անցումը ցեղից դեպի պետություն։ Ինչքան կարևոր է ցեղային մտածելակերպը, բայց ինչքան դա թերի է մեծ լավ ուժեղ պետություն ունենալու համար։
ձիգ պետություն ունենալու համար։ Այսինքն մարդիկ պիտի լինեն փոքր խմբային նվիրվածությամբ եւ ամուր կապերով, բայց պիտի նաեւ բաց լինեն այլ խմբերի հետ համագործակցության համար։ Մի խոսքով, եթե հետաքրքիր է, կարող եք նայել։ Հիմա դառնում եմ ՔՊ-ի այդ բանը խոսացողներին, ժողովուրդ ջան, լրջով եմ հարցնում։ Մի ընդունեք որպես բլոգերի խոսք։ Քաղաքական գործիչ ջս հարց է տալի։ Վիտալի Բալասանյանն ով է, այտենց ոգևորվել եք ընկել եք մեյդան։ Ով է, կարող է բանը ինչ որ մի հատ քաղաքական թիմ է ներկայացնում կամ հայտ է ներկայացրել կամ չգիտեմ, ձեր համար 1 Ախոյանն է։ Անընդհատ վերադառնում եք Վիտալի Բալասանյանին, որ ինչ անեք, յանի դուք Հայաստանի ինքնիշխանությունը պահողներ եք, Հայաստանի ինքնիշխանությունը պահում են Հայաստանը հզորացնելով։ Հայաստանում ինստիտուտներ, պետական ինստիտուտներ, քաղաքական ինստիտուտներ, իրավական ինստիտուտներ, նույնիսկ սոցիալական եւ տնտեսական որոշ ինստիտուտների աջակցելով։ Դա տենց է լինում։ Անկախությունը խոտ բաժակաչար չի։ Կամ դուք իշխանություն եք, բլոգերի պես ընկել եք տենց սաղը ամեն մեկը մի տեղից լայվ անում, կամ հարցազրույցներ են տալի, Վիտալի Բալասանյանն են քննադատում։ Վիտալի Բալասանյանին ինչի նկատեցիք, որտեվ իր ֆոնին դուք լավն եք երևում։ Հա? Վիտալի Բալասանյանի մտքերի համեմատ ձեր մտքերը ավելի հասուն են։ Նա զինվորական մարդ է եղել, թեև քաղաքականության մեջ էլ է եղել, բայց Լեռնային Ղարաբաղի մասշտաբով այդ հին սերնդի ներկայացուցիչ է։ Դուք ինչ տենց մի բացառիկ բան եք իրանից սպասում, որ հիմա զարմացել եք, անդրադառնում կամ արձագանքում եք։ Կամ ավելին դուք նրա անցյալը գիտեք, նրա կապերը գիտեք, այդ թվում Ռուսաստանի հետ։ Բանա ուրիշ ինչ պետք է ասեր։ Ասեք ուրիշ ինչ պետք է ասեր Վիտալի Բալասանյանը, որ չի ասե։ Ինչի վրա եք տենց զարմացել։ Զինվորական մարդ։ Վիտալի Բալասանյանը հիմա որ գնա Ռուսաստան, Ռուսաստանի բյուջեից, Ռուսաստանի Դաշնության բյուջեից թոշակ կստանա որպես զինվորական պաշտոնաթող։ Թոշակ կստանա։ Դուք գիտեք որ դա, բանա ինչ պետք է խոսալ։ Դուք ինձ ասեք Մանասյան Հայկի ասածներից ինչ կա։ Էդի ոնց եք ընկալում։ Կրկնում եմ նոր սահմանադրության նախագիծը հրապարակված հիմնադիր ԿՏՄ կայքում։ 30 քանի կետ արդեն նշել ենք, թե ինչ պետքա փոխվի։ Ու օրգանապես իրար կապված ավելի լավը, քան այս սահմանադրությունը, որ հիմա կա, 100% ավելի լավը։ Գլուխը թաղեմ այն սահմանադրագետների, ովքեր այսօրվա սահմանադրությունը գրել են։ Էդ էլ ասեմ, խիեմ այլ բառեր չեմ օգտագործում, որովհետև բոլորին դեմ եմ նախաձեռնության շրջանակներում պայման կա, որ հայոյանք չի կարելի օգտագործել։ Գլուխը թաղեմ այն սահմանադրագետների, ովքեր մեր այսօրվա սահմանադրությունը գրել են։ Ովքեր համամասնական ընտրապայքարում երկրորդ փուլ են նշել։ Այ իրանց գլուխը թաղեմ։ Այդքան անգրագետ բաներ է գրած։ Անգրագիտություն։ Ու ոչ թե պարզապես անգրագետ դրսևորում է, դա հայեցակարգային անգրագիտություն է։ Կոնցեպտուալ անգրագիտություն է։ Սահմանադրագետ մարդիկ են գրել, հիմա էլ լուրջ հարցազրույցներ են տալիս այդտեղ, կամ իրանց իրավաբան են ներկայացնում։ Իրանցից մի քանիսն էլ նույնիսկ ընտրապայքարի մեջ հիմա մտել են, յանի գալիս են ազգն ու երկիրը փրկեն։ Ումից եք փրկում։ Ազգն ու երկիրը ձեզնից է պետք փրկել։ Դուք ումից եք փրկում։ Այսօր քաղաքական պայքարի մեջ ովքեր կան։ Մի քանի անմեղ մարդիկ կան, անմեղ, որ իսկականից անցյալը իրանց մեղքերով, պղծություններով լցված չի, բայց իրանք էլ պոպուլիզմի կամ էքստրեմիզմի այդպես բանը մարմնավորում են։ Պոպուլիզմ։ 4-րդ դասարան երեխուն շարադրություն տուր գրելու հայրենասիրության մասին, ինչ այդ 4-րդ դասարան երեխեն կգրի, էդ էլ եկա բոյը առած մի հատ քաղաքական գործիչ այդ նույն մտքերը ասում է, ժողովուրդն էլ քանի որ դյուրամարս պրիմիտիվ մտքեր է լսում, այդ 4-րդ դասարանից էսկոմ կրթություն չեն ստացել, չէ՞ մեծ մասը։ Մեծ մասը 4-րդ դասարանից էսկոմ գիտություն չունեն, կրթություն չեն ստացել։ Դպրոց գնացել եկել են, բայց կրթություն չեն ստացել։ 10-րդ դասարանն հիմա չգիտեմ 12-ը ավարտել են, բայց 4-րդ դասարանից էսկոմ, թերի միջնակարգից էսկոմ
պատկերացում գիտելիք չունեն։ Ու հսկայական բոյնարե, անցյալի փորձնարե, քաղաքական գործիչ խոսում է այդ մակարդակի, նրանք էլ ծափ են տալի, ասում են մալադեց, դու մեր փրկիչն ես։ Ժողովուրդ ջան, գնացեք ձեր տան երեխեքին, անկախ նրանից իրանք գերազանցիկ են սովորում, թե հարվածային, թե նույնիսկ ծույլիկ են։ Ձեր տան երեխեքին, որ մի քիչ զրիցեք հետները, հարց ու պատասխան անեք, կտեսնեք, որ ոչ պակաս, ուրեմն ոչ պակաս հայրենասիրական թեզեր են առաջ քաշում։ Այն մյուսները, ովքեր այսպես անմեղ պոպուլիստներ չեն, այն մյուսները հիմնական փորձանքն են այս երկրի։ Այն մյուս քաղաքական էլիտա կոչվածը, դա փորձանքն է այս երկրի, որից պետք է ազատել երկիրը, բայց իրանք եկել են երկիրը փրկեն, ումից, Յանի թե Նիկոլից, գտել են ումից, Նիկոլից, վաղտի Սերժից էին երկիրը փրկում, փրկվավ երկիրը, դրանից առաջ ուզում էին մարդիկ կային Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան, նրանք էլ ուզում էին Քոչարյանից փրկեն երկիրը, Լևոն Տեր-Պետրոսյանը, իմ շատ սիրելի, Քոչարյանից ուզում էր երկիրը փրկել, հիմի լսեք ինչեր է խոսում, լսեք ինչեր է գրում, փրկվավ երկիրը, դրանից առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանից էին ուզում երկիրը փրկեին, Դավաճաններ, Արցախը հանձնում էր էսեր անում են, տենց ժողովուրդը տենց էր խոսում, փրկեցիք, Ձեզնից է պետք երկիրը փրկել, երկիրը ձեզնից է պետք փրկել, Վիտալի Բալասանյանն են հոլովում, քննարկում, քաղաքական գործիչ են, ամեն մեկը 1,5 միլիոն մենակ ամիսը աշխատավարձ է ստանում մեր հարկերից, մեր բյուջեից, իմ վճարած հարկերից 1,5 միլիոն հեչի պես ամիսը ստանում եմ, տարվա վերջել մի քանի միլիոն պարգևավճար, բոնուսային, որ այդքան ստանում եք, այդքան հուսամ հայոյանք չի ու բոլորին դեմ եմ նախաձեռնությունը ըմբռնումով կմոտենա, այդքան զղտկվում եք դուք ձեր նավարի հետ, այդքան զղտկվում եք այդ փողերից, մեր արուն ու քրդինքն է դա, ավել բան չխոսամ, այդքան զղտկվում եք, որ Վիտալի Բալասանյան քննարկեք, Հայկ Մանասյան լսած չկաք, շատ էլ լավ կաք, քֆուր դնեմ, ով որ լսել է, ով որ ճանաչում է, ով որ գիտի, նրա սենցնենցը, քֆուր դնեմ, չեմ դնի, ասացի դա հակասում է բանին, մեր կանոններին, քաղաքական դաշտում հանդես գալու, երևի ժամանակի ընթացքում բան կանեմ, կհաշտվեմ, ու այսպես մի քիչ թեմայից շեղվելով մի բան ասեմ, ինձ մտերիմ ընկեր մանկությունից եկող էլի, մտերիմ ընկեր մեկը, այս վերջերս հիվանդանոցում առնչություն է ունեցել իր հարազատի հետ կապված, իդեպ, ընկերներ, 1,5 միլիոն արժեցող, 1,500,000 դրամ արժեցող էնդոսկոպիկ վիրահատությունը, մասնավորապես խոլեդոխի ստենտավորումը, 68 տարեկան և էլի մի ուրիշ դիագնոզով ապահովագրականի տակ ընկնող պացիենտին վճարել են տվել, որտև ասել են ապահովագրության մեջ այտենց կոդ չկա, այդ վիրահատությունը հաշվի չէին կառել, 1,5 միլիոն կոպեկին մարդիկ վճարել են, այն դեպքում, երբ որ իբր թե ապահովագրություն է սկսել, ու անուն էլ դիագնոզի տվեցի, խոլեդոխի ստենտավորում, 68 տարեկան անձի մոտ, խնդրեմ, էս չի ձեր կառավարած համակարգն ու երկիրը, էս չի, թիվ 1 պոլիկլինիկան, եթե չեմ սխալվում, Վանաձորից, մարդիկ գրել են ասում է, հիվանդանոց պտի պարկենք ուղեգրի համար, ասում է, եսիմ իշքան հերթ է, գրանցումն էլ ինչ-որ առանձին հմտություններ է պահանջում, որին մարդիկ չեն տիրապետում, պարզաբարդ է, մարդը ահաբեկված գրում ասում է, մի բան արա, բժիշկ ջան, խոսա դրա մասին, բարձրաձայնի, ինչ բարձրաձայն եմ, ենա բարձրաձայնում եմ, դուք այս սաղ չեք տենում, Վիտալի Բալասանյանն եք տենում, հիվանդանոցն էլ ասեմ, Միքայելյան հիվանդանոցում է ստենտավորումն եղել, դե պատասխան տվեք, այդ
Այդ տղեն զանգել է իր ծնողին է վերաբերվում խնդիրը։ Ասում է Հայկ դու որ եթերները իրանում ջղայնանում էիր հայհոյում էիր։ Ասում է ես մտածում էի Հայկը ոնց որ շատ է չափն անցնում։ Ասում է լսի, ես նոր եմ հասկանում, դու ինչ ես տենում քո պրակտիկայում, ինչ խնդիրների հետ ես առնչվում, ինչ անտարբերությամբ ու ինչ բառադիության ու ինչ գլխառադի հետ ես առնչվում, որ քո մոտ այդ աստիճան ցասում է ձևավորվում, որ հայհոյանքով ասում արտահայտելն էլ է քիչ։ Բայց չեմ հայհոյի։ Չեմ հայհոյի, հարգելիներս։ Վիտալի Բալասանյանն քննարկում հոլովում, ինչ ասել է Հայաստանը պիտի մտնի։ Առավոտի ծիրիկուն բանը, ձեր տարբեր սազանդարներ խոսում են, որ Հայաստանը պիտի մտնի Եվրամիություն։ Առավոտի ծիրիկուն դուք եք խոսում։ Ես չեմ ասում եմ Մաքսային միություն, તો նրանց էլ։ Երկուսիդ էլ նույն բանն եք։ Թեև Եվրամիությունը ավելի լավ է, քան Մաքսային միությունը, բանը, միութենական պետությունը, բայց երկուսիդ էլ արա դուք չեք կարող այդպես երգիր սարքեք, որ այդ ողորմությանը չմնաք, այդ անգլուխ հպատակությանը չմնաք։ Անկախ երգիր են տվեց ձեռը, դուք եք անկախության ջատագովը, բա որ անկախության ջատագով եք, բան չեք ուզում էթա մտնի Եվրամիություն, բա շվեցարյան խի չի մտնում Եվրամիություն, ձեր չափ չի հասկանում։ Թուրքիայի հետ ախպերություն եք անում, Ադրբեջանն էլ Կարդաշ է արդեն, ոնց գիտեք։ Բա ինչից եք վախենում եք Եվրամիություն։ Առաջ ասում եք վախենում ենք, որ բան կլինի։ Ասա, անվտանգության համար իբր թե Ալիևին եք դեմ, էլի, իբր թե հայրենասեր եք։ Հիմա փոխվել է հայրենասիրության ստանդարտը կամ կարմիր գծերը։ Հիմա արդեն Ալիևի հետ ախպերություն եք անում, Թուրքիայի հետ ընկերություն եք անում ու Եվրամիություն, չեք ուզում եք մտնեք Եվրամիություն։ Անկախություն եք տես ջատագովանում, ջատագովում։ Հա? Այտենց ալնում անկախությունը։ Հիմա կսկսեն, կա չէ, բնակչության մի 5%-անոց զբրոտ կա։ Հիմա կսկսեն, մա դու ռուսի սենցնես, ռուսին ենցնես։ 4-րդ դասարանից էսկոն ոչ կրթություն եք ստացել, ոչ գիտելիք եք ստացել, ոչ դաստիարակություն եք ստացել։ Եկե նստել եք ձեր պապաներին դաս տվողին, ձեր պապաներին խելք խրատողին, փորձում եք բան անել տենց։ Դրա համար է դա Վիտալի Բալասյան գտել են մի հոգի։ Ինչ կապ ունի Վիտալի Բալասյանը այս ամեն ինչի հետ։ Ասեք թե միտեղ մի բան ասել է։ Ինչ կապ ունի, չեք այդքան կարևորում։ Բա որ կարևորում եք այն մյուսն էլ, որ Եվրամիությունն է գովերքում, բա նրան խի չեք բան անում։ Նույն թեմա Վարդան Ղուկասյանի վրա էր Գյումրու քաղաքապետ, բայց նա էլի քաղաքապետ էր, հա։ Էլի Գյումրու քաղաքապետն էր, հանրապետության երկրորդ քաղաքի կամ հանրապետության մայրաքաղաքի մշակութային մայրաքաղաքի քաղաքապետն էր, լավ, էլի հասկանում եմ, Վիտալի Բալասանյան նով է, գիտեմ ով է, որ դուք տենց բոլորով անդրադառնում եք դրան, յանի դուք տենց հայրենասեր եք, Վիտալի Բալասյանը Հայաստանում հիմա ինչ է անում, Հայաստանի Հանրապետությունում, դուք տենց փիս հայրենասեր եք, դրա համար Վիտալի Բալասյանը տուն, տեղ, ընտանիք, ազգով տակով էլ եկել է Հայաստան, էդ էր ձեր հայրենասիրությունը, Վիտալի Բալասանյանի մտերիմները, հարազատները, հարևանները, չեք կար ասեք հարևանն էլ է կլանից եղե, Ղարաբաղյան կլանից, ինչ են եկե Հայաստան, ինչ են Հայաստանում նպաստ ստանում, դուք տես փիս հայրենասեր եք դրա համար, հիմա էլ Վիտալի Բալասանյան եք քննադատում, ասում եմ ընդ Հայկ Մանասյան կա, ժողովուրդ ջան, Սահմանադրության նախագիծ ա տվել, ֆունդամենտալ ինստիտուցիոնալ կոնցեպտ ա տվել պետության, հիմնադիր ազատակարգ քաղաքական միավորումը առաջիկայում համագումար են անում, բոլորին դեմ եմ նախաձեռնությանն ա միացել, հեչ, ոչ մի բան, բոլորին դեմ եմ ասում եմ 1% իջացրեք շեմը, շեմը անցողիկ շեմը 1% իջացրեք, ովքեր կարող են հանգարց սրանից ինչ-որ շփոթմունքի մեջ ընկնել, միանգամից հիշացնեմ, որ նախ շատ երկրներում, շատ լավ երկրներում, նորմալ երկրներում, իսկ Հայաստանում էլ
տարիներ շարունակ ընտրությունները եղել են մեծամասնական ցուցակով, այսինքն ամեն մարդ մի հոգի գնաց իր տեխնատությունը ներկայացրել է եւ մարդիկ գնացել ընտրել են անուն ազգանունով մարդկանց, ոչ թե կուսակցություն։ Համամասնական չի եղել, եղել է մեծամասնական կամ խառը տիպ է եղել, մեծամասնականն էլ է եղել։ Այդ դեպքում ինչ էր ստացվում, որ մի հոգի է, չէ անցնում։ Մի հոգի ընտրվում անցնում է։ Այսինքն դուք ինչի չեք կարա օրինակ ամեն կուսակցությունից կամ քաղաքական միավորումից մի հոգի անցնի պարլամենտ։ Մի տոկոս նշանակում է մի հոգի կարա պարլամենտ անցնի, 101 մանդատ է ենթադրենք, մեծամասնական համակարգում հենց տենց է։ 101 մանդատ կա ենթադրենք, 101 տեխնացու առանձին ընտրվում են եւ անցնում են պարլամենտ։ Հիմա չի կարա օրինակ մի տոկոսիշնի շեմը, որ ամեն մանդատի համար մի հոգի անցնի պարլամենտ։ Դա ժողովրդի քվե չի, ժողովրդի ընտրություն չի։ Ու ինչպես մարդիկ հիմնավորում են օրինակ 21 թվականի ընտրություններին 200,000-ից ավել 250,000-ին մոտ քվե փոշիացել է։ Փոշիացել է։ Եթե մի տոկոսը անցողիկ շեմ, այդ մարդիկ այ մարդ ձայն են հավաքե։ Ձայն են ստացել։ Կանցնեին պարլամենտ, պատգամավոր կլինեին։ Ես չեմ ասում դրանով կփրկվեր ազգը քաղաքական էս ապականված համակարգից, դաշտից։ Չէ, տենց բան չեմ ասում։ Բայց դա քայլ է։ Դեմոկրատիա, դուք եք չէ դեմոկրատիան պաշտում։ Դեմոկրատիայի պաշտամունք է։ Ես դավանում եմ ռեսպուբլիկանիզմ, որի մի կտորը դեմոկրատիան, այո, բայց միայն դեմոկրատիան ոչ մի բան չի տալու երկրին։ Միայն դեմոկրատիայով ոչինչ հնարավոր չի շտկել, եթե հանրապետականությունը, այսինքն ռեսպուբլիկանիզմը, որպես գաղափարախոսություն կամ մոդել չի դրված, ինստիտուցիոնալ հիմքերի վրա չի դրված երկրում որպես կառավարման համակարգ, որպես քաղաքական մոդել, որպես իշխանությունների ձևավորման, վերահսկողության, պատասխանատվության օրինակ։ Ես տենց եմ գտնում։ Հիմա այս ամբողջ խոսքերին հետ մի հատ դյուրամարս բան է գտե Վիտալի Բալասանյանը ասում է միութենական պետություն։ Նույնիսկ Արման Թաթոյանը ասում է, ով որ միութենական պետություն է ասում ու տենց ճուտլի երթում է ուտում, որ ինքը միութենական պետության հետ կապ չունի, չի քարոզում։ Թեև անձամբ ինձ մի քիչ կասկածելի է Արման Թաթոյանը ինչ ունի միութենական պետության դեմ։ Կամ ընդհանրապես ինչ ունի անկախության կողմ։ Անկախության կողմ ինչ գործ ունի այդ մարդը։ Չի բռնում, լավ, ինչ տեսել եմ միջև հիմա, իմ սուբյեկտիվ ընկալումները, անձնական բան չունեմ իր դեմ, բայց քաղաքական իմաստով ես չգիտեմ։ Որ Շանթի հետա դեռ չի նշանակում։ Շանթ Հարությունյանի կամ Շանթ Հարությունյանի որդու հետա դեռ չի նշանակում, որ տենց մի օրում դառան անկախական, էլի։ Դա տենց չի նշանակում։ Շանթ Հարությունյանի միանալը Թաթոյանին Շանթի համար բան նշանակում է, հրապարակային ասեմ, Շանթ ջան։ Դա ինձ համար, անձամբ ինձ համար բան է նշանակում։ Ես մի թեթև զարմացել եմ, երբ որ դա, մի թեթև չէ, ահագին զարմացել եմ, որ իմացել եմ, որ նման համագործակցություն է տեղի ունեցել։ Բայց Թաթոյանի համար դա ոչինչ չի նշանակում։ Էլում անունը տամ։ Առավոտի ցիդիկուն Սամվել Կարապետյան եք գովազդում։ Հիմա գամ Սամվել Կարապետյանի շարժմանը։ Ժողովուրդ, ցանկացած հաշվապահական պուճուր գրասենյակ, եթե մտնեն ստուգումներ անեն, այս իրանց մոդելով, այդ գրասենյակը կարան մի այնքան չեպե գտնեն, անհամապատասխանություն, ես չեմ ասում օրինակ խախտում, բայց այնքան անհամապատասխանություն կգտնեն, որ հանգիստ կարան արգելեն գործունեությունը, կամ դրան մոտ մի բան։ Հսկայական էլեկտրոցանցը վերցրել են, դուք պատկերացնում եք ինչ մասշտաբի է թափանցիկ իրանց համար էլեկտրոցանցի ամբողջ գործունեությունը։ Ու չեն կարողանում Սամվել Կարապետյանի վրա ճնշումներ բանացնեն, թե կարողանում են բանացրել են
պայմանավորվել են, համաձայնեցրել են, միգուցե ոչ Սամվել Կարապետյանի, նույնիսկ ավելի բարձր ինստանցիաներ, հեռավոր Կիպրոսում, Կիպրոսի դաշնությունում, ենթադրենք, բան չունեն Սամվել Կարապետյանի վրա, տենց շռնդալից ընթացք են թույլ տալիս, թե իրանց ձեռա տալիս, այդ ֆոնին իրանք տենց իբրև թե ինքնություն են ձեռք բերում։ Այսինքն Սամվել Կարապետյանի շարժման պես մեկին պիտի դնես, որ ԿՊ-ն տենց մի քիչ դեմք ստանա։ Պերաշկիով ու խնձոր խեղտելով բանա։ Ուշադրության կենտրոնում են մնում, իսկ այ դրանով քաղաքական ինչ-որ դիմագիծ են ստանում։ Անձամբ իմ կարծիքով շատ լավ էլ Սամվել Կարապետյանն շարժման եւ նրա թեկուզ Նարեկը պաշտոնյա է եղել։ Այսինքն աշխատել է իրանց բիզնեսներում։ Նրա վրա բան չեք գտե։ Այդ լավ է որ բան չեք գտե։ Աջապահյանի վրա գտել եք։ Մեր սիրելի Սրբազանի վրա գտել եք։ Այն նրա վրա բան չեք գտե։ Թե հրահանգավորված է որ պետք չի գտնել, թե ձեզ ձեռա տալի։ Մարդկանց էլ էշի տեղ դրած, տես բաժանել եք երկու թիմերի, պրոռուսական եւ իբր թե հակառուսական։ Լսեք ինչ որ բանամետ կարա լինի արժանապատվություն ունեցող մարդը։ Դուք եթե արժանապատվություն ունենայիք վաղուց Հայաստանում այլ քաղաքական դրություններ։ Ես չեմ ասում ինչ որ մեկին արգելեք, բացարձակապես։ Քաղաքականության մեջ պետք է լինի բազմազանություն, քաղաքական իրավունքներն ինձ համար անձեռնմխելի են։ Անձեռնմխելի են։ Մարդիկ պիտի կարողանան քաղաքականություն անել, բայց ինչի՞ չեք դնում 1%։ Հենց հիմա ԿՊ-ն կարա վեր կենա, որոշում կայացնի անցումային շեմը սահմանի 1% պարլամենտում, բախի չեք անում։ Որ դուք ու Սամվել Կարապետյանը անցնեք, տենցեք որոշե նախապես 1% դրեք, հաշվեք մեծամասնականը, հաշվեք ամեն մարդ մի հոգով իր համար է պայքարում։ Թող ամեն կուսակցությունից ենթադրենք մի հոգի անցնի, ձեր կուսակցություններից էլ թող անցնի 20-30 հոգի, ենթադրենք։ Հա ինչ անենք, քիչ եք անում։ Դուք եք Հայաստանի անկախության, Հայաստանի համար ջանք թափողները։ ԿՊ, ձեզ եմ դիմում։ Դուք եք այդ ջանք թափողները։ Բախի չեք սարքում 1%։ Բախի չեք բոլորին դեմ քվյաթերթիկ ավելացնում, որպեսզի մարդը իր քաղաքական իրավունքներն իրացնի, այսինքն տունը չնստի։ Գա ու քվյարկի բոլորին դեմ։ Բարեք, դա դժվար բան է, համ այդքան մանդատ ունեք, համ այդ որոշումները կարակ կայացնեք ձեր ձեռնա։ Բախի չեք անում։ Որտեղ ձեզ պետք չի։ Որտեղ ձեզ համար սա մի հատ հանրային բարիքի մասին էի խոսացել, որտեղ սա ձեզ համար մասնավոր թայֆայական ներխմբային բարիք է, սա ձեզ համար հանրային բարիք չի։ Պետությունը ձեզ համար հանրային բարիք չի։ Պետությունը ձեզ համար իշխանությունը, անվտանգությունը, արդարադատությունը ձեզ համար հանրային բարիք չի։ Թայֆայական ներխմբային բարիք է։ Դրա համար դուք ավելի լավ լեզու եք գտնում օլիգարխիկ թայֆաների հետ, քան սեփական ժողովրդի հետ։ Իսկ սեփական ժողովրդին փոխանակ լավ օրինակ ցույց տալու, հասուն քաղաքական միտք ցույց տալու, փոխանակ դաստիարակելու եւ օրինակ ծառայելու պերաշկի եք խեղդում ժողովրդավարության հասնելու համար։ Հետո սուջուխ, հիմա խնձոր, վաղը կարող է այդ ամեն ինչի հետ կերած զղտկվածի տուալետ գնալը ցույց տակ զուգարանի կոնքին նստած, իբրև թե դուք անմիջական եք եւ ժողովրդական։ Հա ասել եմ, չասեմ, հիմա կասեմ։ Ամիսներով սրբություն ես քարոզում, կաթողիկոսի կուսակցություն ես, կուսակրոնություն ես քննարկում։ Էդ էր քո սրբությունը։ Քո ընտանիքին տերելն էր, արա։ Դու սեփական ընտանիքդ չես կարող կարգի իրավել, ընկել ես սրա նրա անկողիներն ես բանանում, քրքրում։ Տենաս կույս են թե կույս չեն։
Ինչ իրավունք ունի սեփական ընտանիքը կարգին չպահող, սեփական ընտանիքում ամուսնալուծության եւ ապահարզանի խնդիրներով մարդը խոսա ընտանիքի բարոյականությունից, թե որոշել եք էտել ապականեք ու այլասերեք ու այլանդակեք։ Կարա լինի կոնֆլիկտներ ընտանիքում, ամեն դրա համար ասում եմ մի դատիր, որ չդատվես։ Մենք ինչի այլոց ընտանիքների կեմ, որտեղ մեր ընտանիքներում էլ կան խնդիրներ, ապական չգիտես ինչ կլինի, ոչ մեկը սուրբ չենք, բայց հենց դրա համար, ոնց որ Աստվածաշունչն է ասում, այ աղանդավոր նկատի չունեմ ավետարանչական, հայ առաքելական եկեղեցուց հերձված աղանդավոր, իրանց աշկի գերանը չեն տենում, ուրիշի աշկի շուղն են տեսնում։ Իսկ եթե իրոք կաթողիկոսի վրա թեմաներ կան, իսկ ես կարծում եմ կան, հրապարակեք, հետաքննեք, արդարություն ու իրավունք մտցրեք, ճշմարտություն բացահայտեք, ոչ թե էլի եմ ասում, այդ կեղտոտ խաղերը, տանել, նայել ընդ է կրթվել է նորաձև է, սախազգին խելքա խրատ տալի, վերջում կանգնում ասում են, կներեք մենք ինչ անում ենք, ձև էինք թափում, հիմա մեր ընտանիքն է քանդվում։ Սուս սթրվեք տեղներ եթե գիտեք ձեր ընտանիքում խնդիրներ կա, ինչի եք լնում մարդկանց խելք խրատում, վերջում պարզվում, որ նո այդքան էլ լավ չստացվեց։ Յուրաքանչյուրի հետ կարա պատա, ես դրա մասին չեմ ասում, ես ասում եմ նրա մասին, որ դուք ձեզ ցույց եք տալի մթամ օրինակելի։ Մթան վերին արտի ցորեն, մթան մի արտակարգ, մի հոյակապ իրականություն, այլոց այդ նույն հարցերում քննադատելով։ Մի մոտեցեք ընտանիքին, մի մոտեցեք հայրենիքին, մի մոտեցեք ինքնիշխանությանը, գնացեք ձեր պերաշկին գզեք, գնացեք ձեր խնձորը կրծեք, ինչ գործ ունեք դուք պետություն, պետականություն, ինքնիշխանություն, ինչ գործ ունեք, թե պետք է այդ ապականեք այդ բառերը, իմաստազրկեք, պղծեք ինչքան հնարավոր է, ձեր անիմաստ, պոպուլիստ բերաններով։ Եվ այսպես հարգելի ՔՊ, ամփոփեմ, Վիտալի Բալասանյան թե Հայկ Մանասյան։ Հələ լավ մտածեք։ Ասելիք չունեք ասածներից հետ կապված։ Հայ քաղաքական մտքում չի հնչե այն ինչ վերջին մի քանի շաբաթը, առնվազն մի քանի շաբաթը, որպես առաջարկ, որպես աշխատանք, աշխատություն, նախագծեր ներկայացնում եմ։ Ոչ մի կուսակցություն նոր սահմանադրության նախագիծ չի հրապարակել։ Անգամ ՔՊ-ն, որ իբր թե չէ, որ Ալիևի ցուցումով պետք է սահմանադրություն փոխի, իբր թե երկրի մասին մտածելով։ Իդեպ մեր նախագծում բաց է թողնված պրեամբուլան, որ դրա շուրջ վեճեր չլինեն, տարաձայնություններ չլինեն։ Դե վերցրեք սահմանադրության մեր նախագիծը, կարդացեք ու բռացեք, ճռացեք կամ դռացեք։ Սպասում եմ ձեր արձագանքին։ Վիտալի Բալասանյանի խոսքը, որ մասնավոր անձ է, նախկին զինվորական, փախստական ըստ էության, նրա խոսքը թողեք հանգիստ, եկեք քաղաքական մեյդան, եկեք տենամ ով եք, ինչ եք, ինչքան եք, եկեք մեյդան, ձեր պերաշկի գզողի ստատուսը թույլ չի տալի շարքային քաղաքական անձնավորության հետ հանդես գա, այդ շարքայիններից բանգա բութուլկեկից ով կա, դրանցից խրգեք, տենամ ով կա, Վիտալի Բալասանյան եք դրե վերցում, ես քանի օր արդեն, թերևս այսքանը ժողովուրդ ջան, ամսի 14-ին, ժամը 1-ին Էլիտ պլազայում լինելու է մեր համագումարը, հիմնադիր ազատակարգ կուսակցության կամ քաղաքական միավորի համագումարը, մենք արդեն հայտարարել ենք, որ միացել ենք, բոլորին դեմ եմ նախաձեռնությանը, համագումարից հետո ավելի մեծ եռանդով բոլորին դեմ եմ նախաձեռնության հիմնական ասելիքը կքարոզենք, կներկայացնենք, մեզ հետ կարող եք կապ հաստատել հիմնադիր.am գրանցվելով, այսօր արդեն հետ եմ զանգելու, մի շարք մարդկանց զանգել եմ, այսօր արդեն էլի ահագին մարդու կզանգեմ,
կապի մեջ լինենք, կազմակերպվենք, համակարգվենք եւ եթե բոլորին դեմ եմ նախաձեռնությունը 100-150 օրվա ծրագիրը առաջ բերում օպերատիվ աշխատանքի եւ այս կարելի ասել ճգնաժամային իրավիճակում գործելու համար մենք հիմնադրի ուրեմն շրջանակներում բերում ենք երկարաժամկետ 5-ից 10 տարվա ծրագրեր եւ դրանց հետ կապված կարող եք ծանոթանալ ինչքան որ հրապարակված է մեր կայքում ինչքան որ հրապարակված է իմ վերջի շրջանի ուղիղ եթերներում կամ մեր տեսանյութերում կարող եք դրանց հաղորդակից լինել դրանց ծանոթանալ թերևս այսքանը ընկեր ՔՊ Որոշել եմ ինձ չզսպեմ ու մասին ինչ մտածեմ ասելու եմ առանց պոլիտ կոռեկտության թող ոչ ոք չնեղանա հատկապես էլ եմ ասում անցածի պղծվածներն էլ ներկայիս պոպուլիստներն էլ բարոյական բայց պոպուլիստ էլի պրիմիտիվ սաղիտ էլ ինչ մտածում եմ ասում եմ sense tennis դուք իմ մասին ինչ մտածում եք ասում եք կամ չեք ասում կարակ ասեք գիտեմ ինչ եք մտածում Նախ համոզված եմ, որ ինչ չեք հասկանում, որտեվ այդքան պարզ չեմ, որ սաղիթ համար հասկանալի լինեմ, ինչքան չեք հասկանում, այդքան պետք է սխալ հանեք ձեր արևին, բայց հրապարակային եկեք բանավիճելու խոսենք։ Կարակ սխալ հանեք հրապարակային բանավեճում։ 1000-րդ անգամ կրկնում եմ, պատրաստ եմ ցանկացած մեկիդ հետ հրապարակային բանավեճի։ Թեև մի անգամ այդ հայտարարել է Դավիթ Գրիգորյանը, սիրելի լրագրող, Դավիթ Գրիգորյանը հրավիրեց 3 արևմտամետ Հարութին, Կարենին եւ Ազատ Արշակյանին։ 3-ին հրավիրեց, մենակով ես էի ու արտաքին քաղաքական հարցեր էին քննարկում։ Դավիթ Գրիգորյան, շնորհակալ եմ հրավերի համար, բայց դու խո գիտեիր, որ էդի ինչ է Իրանից ներկայացնում։ 3 արևմտամետ որոնք այս կամ այն չափով Նիկոլի Սազանդարը լինելուց այդքան էլ հեռու չեն, նրանցից ոմանք ավելի զուսպ, ոմանք ավելի քիչ, եւ պետք է նա Հարութին ասեմ, Հարությունը երևի թե ամենա կոռեկտը իրան պահեց իմ հանդեպ, ես հասկացա, որ անձնական հարգանքից ելնելով։ Թեև Հարութին այդքանի միջից ամենաշատն են հրապարակային քննադատում, իմ հանդեպ ամենակոռեկտ իրան պահեց Հարութը։ Դե Ազատ Արշակյանը որպես տենց մեսիա, որպես բացառիկ հանճարեղ մեկը քաղաքական կյանքում այդ դիրքներ բռնե, բայց ելին ինքնիշխանություն են խոսում քաղաքական ինքնիշխանությունը արտապատվիրակելով։ Ժողովուրդ ինքնիշխանություն խոսացողը չի կարա քաղաքական ինքնիշխանությունը արտապատվիրակի։ Չի կարա տենց բան լինի։ Կամ այդ մարդը քաղաքական հասունության առումով դեգեներատ է, չի հասկանում, տենց է խոսում։ Բայց եթե հասկանում է, ես մեկի հետ իդեպ շատերի կողմից սիրված մեկի հետ զրուցում եմ, ասեմ լսի ընկեր, դու ո՞նց ես ինքնիշխանություն ասում, քաղաքական ինքնիշխանությունը արտապատվիրակելով Եվրամիությանը կամ թեկուզ միութենական պետությանը։ Տվյալ դեպքում խոսքեր գնում Եվրամիության մասին։ Ասեց Հայկ, բայց դա տնտեսական միություն է, դա քաղաքական միություն չի։ Ասում ընկեր, վերպետական քաղաքական միություն է։ Ասում չէ, ինչ ես ասում։ Բացել եմ այդ պահին Google եմ արել, ցույց եմ տվել։ Բայց այդ մարդը տարիներ շարունակ հանդես է գալի որպես բեսանտ քաղաքական մարդ։ Այդ Google-ը հանեց ցույց եմ տվել, որ դա վերպետական քաղաքական միավորում է։ Եվրամիությունը տնտեսական միավորում չի։ Համոզված եմ, իր խոսքը դրանից չփոխվեց։ Իր օրակարգը դրանից չփոխվեց։ Թեև ինձ թվում է, երբ որ մի օր իմանում ես, որ քո տարիներով քարոզած միությունը ոչ թե տնտեսական միություն է, այլ քաղաքական, վերպետական քաղաքական միություն է նաև, ինձ թվում է պետք է մարդու մոտ բան փոխվի։ Ավելի հետո անուններ էլ կտամ։ Դեմ եմ բոլորին, մեկը չկա, որին կողմ լինեմ։ Մեկը չկա, որին կողմ լինեմ։ Իսկ դուք միամիտները շարունակեք բալետ անել այս կամ այն ուժին։ Ամեն մեկը ձեր հասունության, պատկերացումների մակարդակով բալետ արեք ում կարակ։ Ձեր էմոցիաների, հույզերի բալետ արեք։ Նիկոլին որ բալետ կա, անեղ կա ու ահագին։ Այն մնացածին իհարկե կլինի, 18%-ը Նիկոլ են ընտրում։
Բա մնացածին կլինի ու կլինի, էլի։ Եթե այս երկրում Նիկոլ Փաշինյանին համակիր կա, ուրեմն մնացածին կլինի ու կլինի։ Ու ինչ ազգովի, ինչին արժանի ենք, այդ վիճակում էլ գտնվում ենք։ Ոչ ոքի չմեղադրեք։ Հայլու մեջ նայեք, ընդ է մեղավորը։ Լայվի կոճակը սխմեք, նայեք ինքներդ ձեզ, այ ընդ է մեղավորը։ Ում եք տենում հայլու մեջ։ Այ նայա, թիվ 1 մեղավորը։ Մեծը մեծ պատասխանատվություն ա կրում, փոքրը փոքր, բայց բոլորն են պատասխանատու։ Բոլորը։ Ամեն մեկը իր չափով այս վիճակի համար պատասխանատու է։ Իզնից սկսած են 16 տարեկան երեխով վերջացրած։ Օրը մեջ դանակահարություն ալնում երկրում։ Հաճախ անչափահասների մասնակցությամբ։ Բա դրա վրա քամակները ճղեք։ Վիտալի Բալասանյանի խոսքի վրա եք խառնվել իրար։ Իրանում խփում են էսենալ, ամեն օր ու մեջ երկրում դանակահարություն ա լինում, այդ թվում անչափահասների մասնակցությամբ։ Բա դրա վրա խիչեք։ Շոկի մեջ ընկնում, այտենց վրթովում, խառնվում, նորմալ է էտի։ Նորմալ է էտի։ Այդ հարցն էլ է լուծելի։ Անենց հեշտ լուծելի է, էլ դուսուս, անենց հեշտ լուծելի է։ Մի շաբաթը երևի շատ է այդ հարցը լուծելու համար։ Մի շաբաթը շատ է, երկրում է դանակահարությունների այդ պրակտիկան քոքից կդրելու համար։ Մի շաբաթ։ Դու երկրում լես իշխանությունը տենց բեսպրեդել լինի երկրում։ Մի շաբաթը հերիք է։ Իսկ եթե ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչպես, պատասխանեմ այսպես փոխաբերական իմաստով, Աստծո դատաստանով։ Մի շաբաթ գործարկում ես Աստծո դատաստանը, սաղ շողուլի է գալի։ Որովհետև գործ ունենք մարդու ջահելի երիտասարդի կյանքի հետ։ Պատերազմը ավարտվե, հիմա էլ փողոցում են իրար, մորթում ու փրթում։ Հարցեր են լուծում։ Իսկ ավելի ինստիտուցիոնալ լուծումները, դրանք ժամանակ են պահանջում։ Բայց ոչ թե տենց մի 20 տարի պետք է ապրենք կամ 5 տարի կամ 2 տարի պետք է ապրենք, 2 տարի հետո արդյունքը տենաս, չէ։ Առաջի շաբաթը արդյունքը տենում ես։ Մի ամիս հետո ավելի մեծ արդյունք։ 2 ամիս հետո էլ ավելի մեծ արդյունք։ 2 տարում հարցը լուծված է, օրինակ, կամ գրեթե լուծված է։ Լավ, շատ խոսեցի, ժողովուրդ ջան։ Իմ ընկեր Արտակը Գյումրիից կյանքս կերավ, ասում է Հելեն քո առաջվա ձևերի մեջ խոսա, վեհ, բարդ քաղաքագիտական բաներից ես խոսում, տենում ես մարդկանց առանձնակի հետաքրքիր չի։ Ես ասում ինձ մեկ է մարդկանց հետաքրքիր է, թե չէ։ Էդ է ճանապարհը։ Մինչև պետականության հիմնադրույթները չյուրացնենք, չենք կարող իմանանք պետությունը ինչի մասին է։ Մինչև սահմանադրական խորության փոփոխություններ չլինի, երկիրը խելքից չի գա։ Մինչև քաղաքական գործիչները այդ պոպուլիզմից ու էքստրեմիզմից չգան խոհափիլիսոփայական քաղաքական գաղափարախոսության դաշտ, չենք ունենալու որակյալ քաղաքական վերնախավ։ Սենց բաներ եմ ասում։ Մարդիկ չի չեն հասկանում, լավ չեն հասկանում։ Եղավ։ Էս էլ կասեմ, Շնորհակալություն ինձ հանդուրժելու համար, շնորհակալություն ինձ հետևելու համար, մի շնոր հանդիպում, երեկոյան հուսամ էլի եթեր դուրս կգամ, կարծում եմ էլի եթեր դուրս կամ կտեսնենք, եթե հասցնեմ, որտեվ ժողով ունենք, ժողովից հետո եթե հասցնեմ շատ ուշ չլինի, շատ նկատեմ ժամը 2-3 չլինի գիշերվա, կաշխատեմ դուրս գալ, եթեր, շնորհակալություն, ցտեսություն։